Այդ որ հենց այսպես էլ ապրում ենք, հա, այդ կրկներքը որ կա, ի սկզբանե այդ կրկներքը չի եղել։ Իսկ ինչ է եղել։ Ի սկզբանե որ առաջին բնօրինակը որ գրած եղել, հենց այսպես էլ ապրում, դա չի եղել եւ շատ շնորհակալ եմ ասում, որ ինձ տվել է շատ լավ ընկերներ լիքը։ Այն քո երկի բառերով ասած հավատարիմ ընկերները, հա, երաշտական տերմին ֆորշլակ բառը է, որ նշանակում է ավելի հասկանալի լեզվով կարող է նշանակի իմաստը դրա փոքր նոտա, հա, ու տենց ֆորշլակ, դից երկար, տենց կրճատվել է, տենց մնացել է, բայց դա գիտեք, եւ ցավ տալեմ։ Ես այդ ժամանակ երևի 10 տարեկան էի։ Չեմ մտածել, թե ինչ կարող էի անել, որովհետեւ անում եմ այն ինչ որ զգում եմ, որ կարող եմ անել։ Դա երաժշտությունն է, էլի երաժշտություն։ Էլի նոր բաներ անել երաժշտական առումով, որովհետև ես ասացի ամեն մարդ պետք է իր գործը զբաղվի։ Այդքան բան։ Ամենաերևանցին այսօր իրեն հարմար է զգում Երևանում։ Եթե ինքը եթե ինքը ամենաերևանցին է, ուրեմն բնականաբար պետք է հարմար զգա, եթե հարմար չլիներ, ուրեմն Երևանում չէր լինի։ Թող չնեղանան այդ մարդիկ, որ կարող է մի քիչ կոպիտ հնչի, եթե մարդիկ նրանք որ գնում են Երևանը չեն սիրում, որ գնում են, ուրեմն Երևանը իրանց չի սիրում։ Այսօր որպես երևանցի ես դες մեծ կորուստ չունեմ։ Դա հայ բախտ է։ Կապնենք կտեսնենք հուսանք որ լավ լինի։ Հայ բախտը լավ կլինի իսկ քեզ։ Հա, բա ոնց։ Միանցան է։ Հավատում ես։ Այդքան վատ է եղել, թե մի անգամ լավ լինի, էլի։ Մի անգամ չէ, ու տենց անընդհատ։ Ողջույն 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է։ Այսօր իմ հյուրը հենց ինքը մեր բոլորի Ֆորշն է։ Ֆորշ ջան, ողջույն։ Բարևանի ջան, ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շատ հաճելի է հրավերի համար, այդ ես եմ շնորհակալ։ Այնքան սկզբից այնքան հետաքրքիր ասեցիր անուշադրության կենտրոն վերնագիրը դուրս գալիս է շատ ուսեկան։ Այնպես որ անուշադրության կենտրոնի տաղավարում ես հիմա Ֆորշ։ Եվ տեսնում եմ, որ վերջերս քիչ ես հարցազրույցներ տալիս, քիչ ես այդպես երևում բացի քո երկերի ցանկից, էլի այսպես։ Հա։ Չէ, վերջերս ես հիմնականում հիմա նկարչությամբ եմ ավելի շատ զբաղվում։ Իսկ համերգային գործունեություն պրինցիպի ցենց է որ ամեն շաբաթական տեղի ունենում տարբեր տեղերում, էլի, լինում է։ Դե չէ որ միտեղ կա ստաբիլ որտեղ ես ելույթ եմ ունենում տարբեր տեղեր որ ինտերնետի միջոցով հանդիսատեսը իմանում է տեղը ու գալիս է էլի տենց։ Ֆորշ դու ասես Երևանի խորհրդանիշներից մեկն ես, ասես ասեմ, մի քիչ այսպես ամենաերևանցին ես, դու Լևոնը Մալխասյան Ռուբենը Հախվերդյան այսպես sense Երևանի մտերիմների անունները տվեց։ Երևանի բոհեմի տղաներն եք, այսպես sense ասեմ։ Եվ քո մի երգը, որ հենց այսպես էլ ապրում ենք, այդ երգը այնքան գեղեցիկ վավերագրում է այդ ժամանակի, ամենայնպես այդ թվերի Երևանը։ Եվ այնպիսի մարդկանց անուններ ես թվարկում, որ հենց այդ իմ ասած այդ բոհեմի տղաների, այսպես իրենք կազմում էին այդ բոհեմի տղաների կորիզը, sense։ Եթե հանկարծ նորից օրինակ գրեիր այդպիսի մի երգ կամ նորից ուզենայիր, հա, Երևանը այսպես վավերագրեիր այսօր, ինչը կփոխեիր, ինչը այնպես չէիր գրի, ինչ այդ ժամանակ։ Գիտեք, ինչ որ հիմնականում այդ երգը այն թեմատիկան ունի, որ ես հիշում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինձ հարազատ են, ինձ մտերիմ են, այդ անունները նրանց որ տրվում է, այդ մեր հարազատ այդ պերիոդի մասին, որ շփվում էին իրար հետ, ընկերությունին անում այդ մարդիկ, մինչև հիմա շատերի հետ, եւ այնտեղ մի տուն կա, որ ասում եմ համել թողներեն ինձ բոլոր այն տղերքը, դա նրա համար էր, որովհետեւ շատերը ինձանից նեղանում էին, որ ասեն, բան չի իմ անունը չես տվել, բայց չի Մալխասը շատ լավ ասեց մի անգամ իրար հետ նստած ենք էլի ծանոթներից մեկ ասեց, բա քե նեղացած եմ, ինչի, հա, Ջիվանն էր նեղացած, վարպետ Ջիվանը Գասպարյան։ Ասեց, Սինոկ ջան, նեղացել եմ քեզանից, ասեց, ինչի վարպետ, բա իմ անունը չես տվել այդտեղ, այդտեղ Մալխասը ինձ փրկեց, ասեց, այ բոլա մեծ մարդը ասել է, թողներ են մարդիկ, որոնց անունները չեմ տվել, ասեց։
ու դից փակվեց գնաց։ Արդեն ներողությունը խնդրել է իր Արդեն ներողությունը ասել է, հիմա ինչ է նեղացել։ Հետաքրքիր է, որևէ բան կփոխեիր այսօր, ասենք այսօր էլ այդպիսի մի երկր է իր Երևանը այսպես վավերագրող մի երկր։ Չեմ մտածել դες կոնկրետ դրա շուրջ, որովհետև ես գրել ունես բանա, որ դա մտածելով չի, որ ասեմ, sense ես գրեմ, չէ, մեկ էլ տեսար, հոպ միամիտ ստացվում է։ Դեպ այդ երկի մասին, այդ որ հենց այսպես էլ ապրում ենք, հա, այդ կրկներքը որ կա։ Ի սկզբանե այդ կրկներքը չի եղել։ Իսկ ինչ է եղել։ Ի սկզբանե որ առաջին բնօրինակը որ գրած եղել, հենց այսպես էլ դա չի եղել։ Սա են անում, սա են անում, դե տենց է երկի սցենարը, այսպես ասած։ Հետո իմ լավ երաժիշտ մտերիմ ընկերներից մեկը, որ հետս աշխատում էր արդեն գործի խավորման վրա, ասեց, գիտես թե բանա, կրկներքը պակասում է, ինչ-որ կրկներ չա ուզում։ Ես լիովին համամիտ էի իր հետ, հետո տենց էլի միամիտ հաջորդ առավոտը գնացի ստուդիա, ասեցի, ես էլ քեզ կրկներ, ու տենց ստացվեց։ Ոչ բառերի հեղինակը դու ես ամբողջությամբ։ Հա։ Հետաքրքիր է, այդ երկից եւ ընդհանրապես քո բազում երկերից այնպեսի տպավորություն ա ստացվում, որ դու սենց լավ ընկեր ես, քո տեսակով եմ որ հին լավ ընկեր ա լինում է իր տեսակով ու մինչեւ հիմա էլ քո այդ ընկերական շրջապատը մեծ է, ընկերները շատ են, թե ինչ որ բան փոխվել է։ Հա, մինչև հիմա էլ շատ են, ես շատ ընկերներ ունեմ եւ շատ շնորհակալ եմ ասում, որ ինձ տվել է տենց շատ լավ ընկերներ լիքը։ Այն քո երկի բառերով ասած հավատարիմ ընկերները, հա։ Այդ անիջան, հա։ Մի առիթով այնքան գեղեցիկ մի բան ասեցիր, եթերով քեզ տեսնում է YouTube-ով էի նայում եւ մեկ է տեսնեմ ասում ես այդ երգը բոլոր իմ ընկերները մտածում են որ ես իրենց եմ նվիրել։ Բոլորը մտածում են որ հավատարիմ ընկերը հենց ինքն է։ Այդ երգի մասին տեսա, բայց ես էլ ով որ մտածում էր, բնականաբար ասում էի, հա դու ճիշտ ես, որ մարդը չնեղվի։ Մտերիմ մարդը, չէ։ Ասում էի, հա որ ինքը միշտ Հենց որ բոլորն եմ որ տենց մտածում են, ուրեմն թող իմանան, որ հենց տենց էլ կա։ Տենց էլ կա։ Մեծ իմաստով երևի բոլոր հավատարիմ ընկերների էլի, հա, որ բոլոր լավ ընկերներ։ Հենց տենց էլ կա։ Քո երկացանկում ունես մի երգ, որ առանձնահատուկ սիրում ես։ Բայց որ քո սիրելի երգն է։ Դե իսկ սկզբանե որ ասեմ, խոսեմ այդ թեմայի մասին, եթե երգը չսիրեի, դա չէր լույս տեսնի, այսպես ասած։ Սիրելու թե բանը ինչ ամենամոտիկ երգը երևի թե բանն է ես եմ քո ընկերը շատերը ասում են դրան ձեռքը դիրուսիս երկու բերմունքի ունի Մաման շատ սիրելի է որ Երևանն է բնութագրում են քաղաքային երգի հենց այսպես ապրում եմ հենց այդ երգը հենց այսպես էլ ապրում եմ Հայ ոնց որ իրար կապված են շարունակությունն էլ էլի դες մոմենտ կա Որ հետաքրքիր է ես քեզ ինչ հիշում եմ Արդեն դու այդ ֆորշ անունը կար քո վրա, այսպես ասեմ, հա, ինչպես է ձևավորվում։ Մոռացա սկզբից ասեմ, որ խնդրում եք հարցը։ Okay, ոչ, մեր հերոստատիտողի համար էլ ասա։ Պատկերացնում ես, որ 50 տարի այդ նույն հարցը տան։ Դե, բան բեմական անուն է, էլի, այսպես ասած, տենց Ինչ է նշանակում։ Կոնկրետ դրա վրա տենց չենք խորացել, տենց շուտ բանից ա եղել ու տենց էլ մնացել է։ Դա գերաշտական տերմին ֆորշլակ բառը է, որ նշանակում է ավելի հասկանալի լեզվով կարող է նշանակի իմաստը դրա փոքր նոտա։ Հա։ Ու տենց ֆորշլակ, մի քիչ տենց երկար, տենց կրճատվել է, տենց մնացել է, բայց դա գիտեք, եւ ցավ տալեմ։ Ես այդ ժամանակ երևի 10 տարեկան էի։ Այդ ժամանակվանից է այդ անունը։ Ֆորշ։ Այդ ժամանակ տես երկել մերքել Մալխասի ասած երկել մերքել չկար։ Դու ջութակահար ես, չէ՞։ Այո, այդ ժամանակ ջութակ էր մենակ։ Նվագում ես մինչև հիմա։ Հիմա չեմ կարող, որովհետև այս ծախողումս մի քիչ առողջական բաժարներով լավ չի աշխատում, բայց առաջ նվագում էի։ Կարոտում ես երբեմն ջութակին, որ ուզում ես առնչվես։ Այդ էլի նույն ձև կարամ պատասխանեմ դրան, որ դրա մասին էլ չեմ մտածել, որովհետև իմ ստուդիան նենց է, որ նկարչությունն է ու երաժշտությունն է, այդպես ու պատերը ամբողջ բանը գործիքները կան, երաժշտական տարբեր, ու հենց որ տենց միշտ իմ կողքին են, այսպես ասած, ու
ոնց որ թե կարոտելու մասին չեմ ասում մտածում։ Հա, չես էլ հասնում ջութակի կարոտի մասին խոսես։ Հա, այդպես։ Որ հիմա օրդ ինչով է լցված, ինչ ես անում հիմա։ Հիմա մեծ մասամբ նկարում եմ, հիմնականում նկարում եմ։ Մեկ էլ շաբաթական են օրերը, որ ելույթներ ունեմ, տենց գնում եմ այդ ելույթները կատարում եմ, հետո գալիս եմ, էլի նկարում եմ։ Այսինքն հիմնական որևէ տեղ չունես, որ հիմնական միշտ հիմնական տեղ չկա, տարբեր տեղերից հրավերներով այդ այնց է։ Եվ հաճախ է դա լինում շաբաթվա մեջ, թե ավելի քիչ։ Մինիմում շաբաթվա մեջ մի անգամ լինում է։ Շաբաթներ են լինում, որ 2 անգամ էլ է լինում, բայց մինիմում ստապել մի անգամ լինում է, հա։ Եթե ասում եմ, եթե կոնկրետ ես չգիտեմ, որ էջով ինտերնետային կարելի է դա իմանալ, որտեղ դրանով տղաս է զբաղվում, այսպես ասած իմ պրոդյուսերը ինքն է, ինքն է զանգում ասում ես, որ ես էստեղն ես։ Որ ալիքովա չգիտեմ, բայց կարելի է իմանալ, էլի, որ նայեն իմանան, թե որը որտեղ է։ Որ ես հիշում եմ, ինձ կուզենամ արհերոստանգերության մասին խոսենք իհարկե, որտեղ միասին այդ ճանապարհն անցել ենք։ Հրաշալի մի դա ժամանակաշրջաններ իմ կյանքում ժամանակահատվածի հետ կապված, թե ընկերության իմաստով, թե պրոֆեսիոնալ աշխատանքի իմաստով, աշխատանքի մոտեցման իմաստով շատ լավ, թե պարոն Մերուսյան Թերկուլյանի հետ կապված մեր լավ ընկերությունը, քո հայրիկի լավ ընկերությունը եւ լավ մտերությունը, ուրեմն միշտ շատ լավ եւ տաք հիշողություն է։ Ես հիշում եմ, այն ժամանակ համագործակցում էի Սաքոյի հետ, մեր Խուժան Սաքոյին ասում եմ։ Սարգիսի Միքայելյան, Գրիշայի հետ Աղախանյան հաճախ էի լինում եւ հիշում եմ այդ տարիներին էր, հա, որ մետրո թատրոնը նաեւ բան արեցիք, հիմնեցիք։ Մետրո թատրոնը ոնց որ, հա, ոնց որ մետրո արդեն հիմա հիշողությունս լավ չի, բայց այդ տարիներին մետրոն կար։ Արդեն կար այն։ Բայց չեմ հիշում կոնկրետ, հա, բայց մոտավորապես պլյուս մինուս այդ ժամանակաշրջանն էր, հա։ Մի քիչ ավելի շուտ, ոնց որ 93 թվականին կամ։ Հա, երևի, լավ չեմ հիշում։ Տենց։ Ձեր համագործակցությունը ինչ որ պտուղներ տալիս էր Սաքոյի հետ, Գրիշայի հետ, Աղախանյանի, այսինքն Գրիշայի հետ նաև հիմնեցիք բանը, մետրո թատրոնը, չէ՞։ Հիմնել էիք։ Գրիշայի հետ մետրոից ենք դեռ մտերիմ, Սաքոյ քանի որ բանը ինքը հիմա հերո է ապրում, տեն շփումը մի տեսակ կտրվել է, քիչ է, էլի, գումա Մեղրի կողմերն է, ինչքան գիտեմ։ Երևանում չի, հա, Սաքոյ։ Ջոկատում է, էլի։ Ոնց էր անունը, որ նախկին պատերազմի մասնակցած մարդիկ հիմա տես երկրապահ այ տեղա ու Երևանից հեռա Մեղրիում է դրա համար շփումը Հերոստատիտողի համար ասենք Սարգիս Միքայելյանի մասին է խոսքը, որտեղ Սաքոյին կազում է թաքնված տեսախցիկը որ անում էր։ Հա։ Խուժան Սաքոյին կասում է հերոստանգերության ժամանակ։ Խելար Սաքոյ։ Այո, հետաքրքիր գեղեցիկ ժամանակներ էին։ Այդպիսի ժամանակները երևի արից հետո չկրկնվեց այդ խելառությունը, որ կար արհերոստանգերության շուրջ եւ մեջ։ Ռուսերեն լավ խոսք կա, կաստյակ, հա, տենց կաստյակներ հավաքվել։ Թե ընկերական առումով, թե պրոֆեսիոնալ մասնագիտական առումով, էլի։ Ինչ որ մի նոր սերունդ։ Քրիստերը տեղեր Հա, Քրիստե Մանարյան, այո։ Վարամ Ասահակյան։ Յոժը։ Յոժը։ Դիվադաթար հաղորդումներ վերջում։ Նույնիսկ ես հիշում եմ Վարուժան Վարդանյան նկարիչը, Շուշանա Պետրոսյան, առավոտվա ծրագիր էին վարում, հետաքրքիր մի բան, կորիզ էր այսպես հավաքված, տաղանդավոր եւ շնորհալի մարդկանց։ Շատ լավ ժամանակաշրջաններ եւ շատ հաճելի հիշողություններ միշտ վերում է այդ ամենը չէ։ Այն որ կապված արհերոստանգերության, իդեպ հայրիկը ծխում է թե չէ։ Շատ քիչ մեկ։ Ես էլ շատ քիչ, բայց ստիպված հանգամանքներից էր ներով առողջական։ Մտքովս մի հատ բան անցա, բայց ուղղակի անպայման հայրիկին կտաս այս նվերը փոքր։ Փոքր։ Չեմ կարող, այդպես ձախողմս լավ չէ, այ։ Օ, հենց հիմա սա է օգտագործում։ Մաքրել եք ու արդ եք թողել։ Հենց է սիգարետն է հիմա ծխում եւ հետաքրքիր է որ ինձ սիրուն է որ առն եք թողել։ Շնորհակալություն։ Հետևն էլ կա։
Հետևի կողմերը Հետևի կողմերն են ռուսերեն։ Հիշում ես Արմեն անունով մրցանակաբաշխություն ունեինք։ Հա, Արի մարդ։ Այսօր դեպ դուրս գալուց առաջ աչքովս ընկավ ինձ այդ ես պահել եմ։ Այս մրցանակ են ինձ տվել Արման։ Տիպը Արմարդ էլի ոչ թե Արման։ Հա, Արի մրցանակակիր ես էլի, Արի։ Հիշում եմ այդ տարիներին դու բանաստեղծությունների ժողովածուն նույնիսկ հրատարակեցիր, չէ՞, քո բառերի, երգերի բառերի հիման վրա։ Ճիշտ է, Մերժան Տեր-Գուլանյանը խմբագրեց լրիվ երգերի բառերը չէր։ Դες մի քանի տարիների ընթացքում կուտակված բաներ են։ Փոչր sense քարատողեր։ Այն ժամանակ ես հիշում եմ արհերոստանգերությունում որդուդ հետ էիր հաճախ գալիս, հետաքրքիր է, ես չեմ սիրում անձնական հարցեր տալ, բայց հետաքրքիր հերոստատողներին կհետաքրքիր է, ինչով է հիմա որդից զբաղվում եւ ընտանիքիդ հետ ես ապրում։ Երաշտում չէ, ինք առանցին է, ընտանիքի հետ չենք։ Այսինքն զբաղվում է հիմնականում երաժշտությամբ։ Այսինքն հայրիկի ճանապարհն է ընտրել եւ խումբ ունի, ինչ որ շատ հետաքրքիր, երաժշտական նոր ուղղություն է, ոնց որ ասած կարելի է բացել։ Հələ որ լավ է։ Իր արածը էլի։ Հա, խումբը հիշում ես անունը, կարող ես ասել։ Փտրենք մենք տղային։ Justin Gusto։ Ոյ։ Դա բանը խոչիշ պատմություն երկար։ Հետաքրքիր անունը։ Ինչու ինչքան չեմ սխալվում, բանի գրվածքներից է։ Գրող կար Ռեյ Բրեդբերի։ Հա, իրավենը։ Ռեյ Բրեդբերի գրված համանուն գրվածքներից ինչ որ տես մի վերնագիր ավել, չէ։ Սիրած հեղինակն է, տենց էլի։ Ընտրել է հայրիկի ուղին, էլի կարելի ասել, երգի երաժշտության ուղին է ընտրել։ Դե փաստորեն հա։ Թատերական ինստիտուտը ավարտեց, դարավ երաժիշտ։ Որ ես գիտեմ, որ քաղաքականությունը քեզ չի հետաքրքրում, բայց միցա քաղաքականությունը ոնց որ մեզանով զբաղվում է, այսպես թե այնպես։ Դու զգում ես այդ քաղաքականության ձեռքը քո վրա։ Ձեռքայի վրա։ Առնչությունը քեզ հետ որ Գիտես ինչ, Անի ջան, ես համ չեմ զբաղվում, համ էլ հարկը եւ կարիքը չկա ես որ դրանով զբաղվեմ, որտեվ ես գտնում եմ, որ ամեն մարդ պետքա իր գործով զբաղվի, ամեն մարդ պետքա անի այն ինչից որ ինքը հասկանում է, ինքը կարող է եւ վստահ է իր վրա, որ ինքը դա կարա լավ անի։ Եթե չէ, ուրեմն միջակայություն առնելու բան լավ չի լինելու, ինչի՞ տես բան անելուց պետքա լավ անել։ Ես գամ որ չեմ կարող անեմ, չեմ անի։ Իսկ եկեղեցու շուրջ այսօր ինչ է կատարվում ըստ քեզ։ Դու հոգևոր մարդ ես, ամեն դեպքում մշակույթի մարդ ես եւ քեզ այդ ամենը պիտի որ հետաքրքրի։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասեմ, որ գիտեմ, որ լավ բաներ չի կատարվում, այն կուզենայի ասել, որ դա ուրիշ նիշա է եւ այդ քաղաքականությունը ուրիշ նիշա է եւ որ դա իրար հետ խառնվում է իրար, դա համահունչ չի։ Երբ պատասխանեցի։ Լավ չեմ վերաբերում, որ ինչ որ պոլիտիկան խառնում է եկեղեցու գործերին եւ հակառակը, որովհետեւ դրանք տարբեր նիշաներ են կյանքի։ Տարբեր ոլորտներ են։ Հա, էլի կարելի է նույն պատասխանը։ Ամեն մարդ իր գործով դի զբաղվի։ Այդքան բան։ Ինչը իր մոտ լավ է ստացվում, հա։ Լավ ու ճիշտ։ Որ շփվում ես կապը քո այսպես լավ ընկերների հետ, երաժիշտ ընկերների հետ։ Իհարկե։ Լևոն Մալխասյանի։ Իհարկե։ Մալխասին շատ ահավոր շատ սիրում եմ արվում այդ ոնց որ երկի մեջ ասվում է շատ կարքին մարդ մեր այ քաղաքում, մեր այս քաղաքում դա տենց է կա։ Հին ընկերներիս էլ եւ նոր ընկերներիս էլ ես ընկերասեր մարդ եմ, շատ ընկերներ ունեմ։ Դա լավ է։ Լևոն Մալխասյանին հրավիրել էի իմ հաղորդմանը, մի քիչ վատառողջ էր, հետաձգեց հրավերը։ Գիտեմ, որ մի քիչ առողջություն իրեն։ Դու վերջինս մի 3 տարի առաջ էր, հա, Արամ Էմպիտրիի հետ մի երգ լույս ընծայվեց, այսպես ասեմ, կոչվում էր Ռեքվիեմ։ Ինչու Ռեքվիեմ եւ կարծեմ Ավետ Բարսեղյանի խոսքերի հիման վրա էր։ Եվ այդ ինչ էի ուզում ասել Ռեքվիեմ բառով եւ այնտեղ ինչ այդ երգի հետ կապված միշտ սխալ էր մոտենում դրան։ Ես այդ երգը ես եմ գրել եւ ստեղծել եւ Արամին մի անգամ տեսա բան տելևիզորով կլիպ էր նկարել, որ շատ դուրս եկավ, լավ էր կատարում։ Զանգեցի ասացի մի հատ այ տեսնեմ քեզ մատ ով ես բան։ Ուտել
ժամանակին համընթաց դա եղավ, էլի, այս կոնկրետ դա մտածված ինչ-որ բան չէր։ Ավետը շատ լավ իմ հին ընկերներից, սա շատ տաղանդավոր տղա, Ավետը Ցավոթարյան, ինքը շատ ինձ համար երկերի համար տեքստեր բառեր ա գրել, եւ այդ երգը նույնպես իրանցի Ավիկ ջան, ասես մի հատ բանկա, մի հատ այդտեսին չենք անում, նստեցինք ու արեցինք, էլի։ Միասին արեցինք, կարելի ասել, հա։ Բարերը, հա։ Հա։ Եվ ինչու տենց ռեկվիեմ հենց որոշեցիք վերնագիրը եւ ինչ նկատի ունեիք ասելով ռեկվիեմ եւ այնտեղ բառերը այնքան հետաքրքիր են, որ եթե այսօրը լիներ 3, ես այսպես կանեի, այսպես կապրեի կամ սա կասեի, ինչը կասեի կամ ինչ։ Հիմնականում մեծ մասամբ այդ երկի տեքստային է, մի քիչ շատ ավելի որպես եթե տեքստի մասին մտածեցի մեկնաբանես, ավելի շատ Ջոն Լենոնային ինչ-որ ուղղության վրա իրա պես է մտածվում, էլի Ջոն Լենոնի Ջոն Լենոնը հանգույն էր։ Տեսնի բա։ Հանգույն էր։ Ավելի շատ այդ մտածելակերպին է պատկանում, ես քանի որ շան բիթլաման եմ եւ շատ եմ սիրում։ Ու տենց եղավ ու ոնց որ թե լավ եղավ։ Այսինքն եթե լավ եղած չլներ, լսած չէի կլինի։ Չէ, լսած չէի լինի իսկապես, եթե լսել եմ արդեն։ Եվ իսկապես ստացված երգ է եւ իսկապես ազդեցիկ է, իսկապես հուզում է։ Ու այնտեղ այդ բառերն էլ անգամ, որ եթե այսօրը լիներ 3, ես այսպես կանեի կամ այսպես կասեի, հետաքրքիր է ինչ կասեիր, եթե այսօրը լիներ 3։ Ինչ է, ես դժվար հարց Թե 3 լիներ 3 կասեի, էլի տենց պատասխանել է։ Երաժշտությունը խոսքը իրար հետ համահունչ եղան, էլի։ Տենց։ Կապված էր այդ պատերազմից հետո մեր հոգեվիճակի հետ այդ երգը։ Իհարկե ինչ որ դե եթե մեծ գլոբալ վերցնենք, դա բան է, ինչ կաներ 3 որ հիմա ինչ որ լավ է, տենց չլներ։ Այսինքն ինչ որ լավ է, տենց լինի։ Այ խառնվեցի։ Ինչ որ լավ չի, այդպես չլիներ։ Այսինքն ինչ կանեինք 3, եթե հնարավորություն լիներ մի բան փոխելու, էլի այսօրվա համար, հա։ Ես տենց եմ հասկացել, ես ճիշտ եմ հասկացել։ Ճիշտ ես հասկացել, հա։ Ու նաև մեր այդ ապրումները, հա, որ չլիներ այդ ապրումները մեզ, չլիներ այդ դժբախտությունը մեզ, այդ պարտությունը մեզ։ Իհարկե։ Դու քո կարծիքով ինչ կարող էիր անել, օրինակ դու որպես ֆորժ, որպես երաժիշտ։ Դե ստացվել, որ չմտածել թե ինչ կարող էի անել, որովհետև անում եմ այն ինչ որ զգում եմ, որ կարող անեմ։ Դա երաժշտությունն է, էլի երաժշտությունը։ Էլի նոր բաներ անել երաժշտական առումով, որովհետև ես ասացի ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Այդքան բան։ Ֆորժ, չեմ կարող երևի թե այս հարցը չտամ, որտեվ ես գիտեմ, որ ամենաերևանցին երկար ժամանակ Երևանում բնակարան չուներ եւ այդ բնակարանը քաղաքային իշխանությունները ոնց որ Երևանի քաղաքային իշխանությունները որոշեցին որ նվիրել եղավ այդ բնակարանը, արդեն կա այդ բնակարանը։ Եղավ, ես շատ շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանը եւ քաղաքավետին, որ նախաձեռնեց այդ քայլը եւ եղավ եւ հիմա դու քո տանն ես արդեն ոչ եւ համ աշխատում եմ տեղ համ այսինքն համ ձայնագրման ինչ որ բաներ են, հա, այնտեղ երևի եւ համ թեթև ձայնագրման թեթև հիմնականում չէ ստուդիայում գնում, բայց նկարչության հետ կապված ընդեղ ալորիվ։ Մտածում եմ, որ մի հատ փոքրիկ արվեստանոց վերցնեմ, հիմա դե ժամանակի ընթացքում կտեսնենք ոնց կլինի։ Ամենաերևանցին այսօր իրեն հարմար է զգում Երևանում։ Եթե ինքը եթե ինքը ամենաերևանցին է, ուրեմն բնականաբար պետք է հարմար զգա, եթե հարմար չլիներ, ուրեմն Երևանում չէր լինի։ Ուղղակի Երևանում չէր լինի, հա։ Հա։ Եթե մի հատ sense միտք ունեմ, ես մի քանի տեղ ասել եմ ու թող չնեղանան այդ մարդիկ, որ կարող է մի քիչ կոպիտ հնչի, եթե մարդիկ նրանք որ գնում են Երևանը չեն սիրում, որ գնում են, ուրեմն Երևանը իրանց չի սիրում։ Այսօր որպես երևանցի ես դες մեծ կորուստ չունեմ։
Դու Երևանին այնքան ձոներ ես նվիրել, որ ինձ թվում է Երևանի հանդեպ բոլոր տեսակի պարտքերը իրականացած են։ Դե Երևանի հանդեպ վերաբերում գիտես դա այն ինչն է, որ պատասխանել չունի Երևանցու համար այդ հարցը, որովհետև օրինակ դու հոր եւ մոր սիրելու նման մի բան է, որ դու չես մտածում թե դա սիրում ես, թե չես սիրում ես։ Քո քաղաքը սիրում ես կամ քո ծնողին սիրում ես, թե։ Հա, չես մտածում դու դրա մասին, դա տենց է։ Վերջ։ Դա տենց է, ուրիշ ձև չի կարելի։ Ոչ նոր երգեր գրում ես հիմա, բացի նկարելուց, նոր երգեր։ Շարունակում եմ, գրում եմ, էլի այն առաջվա շատ հաճախականությամբ չէ, բայց հիմա կա սպասում եմ, որ մի քիչ ավելի շատանա, որ մի քիչ երաժշտական ալբոմ են ասում դրան, հա, նոր ալբոմ անեմ, ուզում եմ աշխատանքային վերնագիրը հիշեմ ճիշտ ոնց է։ Պատկերացրու թե դա դու ես։ Վերնագիրն այդպես է, հա, պատկերացրու թե դու ես։ Վերնագիրը տենց է, պատկերացրու թե դա դու ես։ Այսինքն եթե քո մոտավորապես մի քիչ շրջակետները բացում, եթե ինչ որ բան լավ բան կա, որ դու տեսնում ես, ինչ որ սիրուն բան կա, չունի, պատկերացրու որ այդ լավն ու սիրունը դու ես։ Տես թեմատիկա է։ Իսկ նկարների հետ կապված ես մի առիթով լսեցի, որ ցուցահանդես ես ուզում բացես։ Բացվեց այդ ցուցահանդեսը։ Չէ, մինչև հիմա էլ ուզում եմ բացել, բայց չեմ կոնկրետ անում։ Տեսնենք, էլի ժամանակը ցույց կտա։ Շատ են նկարները, ցուցադրելու նկարները շատ են քանակով։ Հա, պրինցիպի շատ են, բայց քանի որ ասեցի որ շատ ընկերներ ունեմ եւ այդ նկարները տարածված են ընկերների մեջ մեծ մասը։ Այսինքն պետք է հավաքես, որ ցուցադրես, այո, այդպես բան կա, էլի պետք է հավաքես։ Դի բոլորին ասենք ցուցահանդես անենք մի հատ։ Հետո կտանեք։ Հա, մի 10-ը 20-ը ինչու հետո էլի տան։ Կամ կասենք կբերեն։ Չէ՞ տենց անեկդոտ կա, չէ՞։ Հա։ Այդպես մազալու պատմություն։ Առաջիկայում սպասվում է այդ ցուցահանդեսը։ Ինչ որ ժամանակ որոշել ես, թե դեռ շատ հեռահար է։ Կարող է գարնան վերջին լինի, մտածում եմ, բայց մտածում եմ կոնկրետ չգիտեմ հələ։ Տեսնենք, էլի տեսնենք ոնց կլինի։ Ասացիր, որ երգեր գրում ես եւ հետաքրքիր է, օրինակ կարող եմ մի օր, իդեպ մի հետաքրքիր երգ հանդիպեցի քո այդ YouTube-յան կանալում, ալիքում հաղթանակ էր կոչվում, այսպես ազգային, այսպես ազատագրական տիպի ինչ որ մի երաժշտություններ, որ անսպասելի էր իմ համար հանդիպել այդպիսի երգի քո կողմից կատարմամբ։ Հետաքրքիր է, սպասվում է օրինակ այդպիսի մի երգ եկեղեցու մասին, սպասվում է այդպիսիներ նորից Երևան քաղաքի մասին։ Հա, կարարնի բնականաբար այդ երգը որ հիշեցիք, այդ երգը բան է, Քրիստի հետ են կարել էլի։ Հա, Քրիս Մանարյանի հետ է կարել, հա։ Քրիս Մանարյանի հետ։ Էլի Արի կադրերից չէ։ Հաղթանակ էր կոչվում, չէ՞։ Մեր հաղթանակը թե հաղթանակ, այդպես էր։ Հա, ոնց որ։ Ոնց որ, հա, հիմա լավ չեմ հիշում։ Ոնց որ հա, տենց է։ Ոնց է, հա։ Սպասվում են այդպիսի երգեր, այսինքն կարող ենք սպասել առաջիկայում։ Դե չգիտեմ, որ տենց սպասելով ինքս միամիտ գալիս է։ Միամիտ, տենց չեմ որոշում, որ ինչ պետք է ստացվի, ինչ պետք է արվի։ Ինչ եկավ, եկավ։ Որ ինչպես նկատեցիր անուշադրության կենտրոնում ես, հետաքրքիր է ինչն է այսօր, որ անուշադրության կենտրոնում է։ Հանրության մեջ, մեր իրականության մեջ, մեր երկրում, մեր մոլորակում ինչն է, որ անուշադրության կենտրոնում է։ Մեր ազգին հատուկ անուշադրության կենտրոնում հենց հիմա հենց այդ հարաբերությունն է եկեղեցու եւ բանի մեջ։ Պետք է որ տես չլի, որ մաղթենք, որ ամեն ինչ իր տեղում լինի, եկեղեցու տեղում, պետությունը պետության տեղում, քաղաքը քաղաքի տեղում, քարտեզն էլ քարտեզի։ Ամեն ինչ իրենց տեղում մնա։ Հա։ Եվ դա ուշադրության կենտրոնում հայտնվի, հա։ Ամեն ինչ ուշադիր պետք է լինենք, որ ինչքան կարանք նպաստենք այդ բանին, որ ամեն ինչ իր տեղում լինի։ Լավ լինի։ Ոչ դու մեր Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, հետաքրքիր է ուղղակի այս հարցը մի բան։ Հետևորդ ինչ է նշանակում։ Այսինքն մեր եկեղեցու հետևորդ ես, որտեղ հիմա տարբեր գիտենք, որ տարբեր եկեղեցու հետևորդներ կան։ Մեր հավատացյալն է Սուրբ եկեղեցու, մեր Առաքելական Սուրբ եկեղեցու։ Չէ, այս հավատանը կապլիցի չկա։ Ես հայ քրիստոնյա ծնվել եմ եւ դեցել կմեռնեմ։ Դա չքննարկվող հարց է, նույնիսկ չմեկնաբանվող հարց է։
Որոշ ես իմ հյուրերի միշտ վերջում մի հատ հարց ունեմ, որ տալիս եմ, ասում եմ, մարդը ինչով է տարբերվում անասունից, կարող ես մի քանի հատկանիշ թվարկել։ Ժպիտ առաջացրել ծիծաղ նույնիսկ։ Լավ կլինես, որ մարդը նենց ապրի եւ ինքը իր մեջ առանց մտածելու այն հանգի այն գաղափարին, որ մարդը ու անասունը տարբեր բաներ են։ Մարդը մարդավարի ապրի, անասունը ինչպես Անասունավարի, ինչպես իրեն վայել է։ Որ այդ ժամանակ էլի նույն իմ պատասխանին են գալիս, որ ամեն ինչ էլի կգնի հարմոնիայի մեջ իր տեղերը, իր ռելսի վրա ու ամեն ինչ իր տեղը կգնի էլի։ Ինչ է մեզ հարցը տալիս, որովհետև օրինակ Հրանտ Մաթևոսյանն ասում է հիշողությունն է տարբերում մարդուն կենդանուց։ Շատ ճիշտ բան ասում։ Այսինքն անասունը հիշողություն չունի, իսկ մարդը իր հիշողությամբ է ապրում։ Բայց շունը ունի։ Շունը կենդանի չէ, մարդ չի։ Բայց դե ինքը ճիշտ բան ասում է, բայց կա անասուն, որ լավ ասում է։ Հիշողություն ունի։ Հիշողություն, որոշ անասուններ կան հիշողություն ունեն։ Հարմոնիայի մասին խոսեցիր ու այնքան հիշեցի, որ քո ամենասիրած կոմպոզիտորներից մեկը Բախն է, ու իմ սիրած կոմպոզիտորներից մեկն էլ է Բախը։ Համար սենց բան եղա այդ, այս պահին հիշեցի, հարմոնիա բառը ասեցիր, հիշեցի, որ Բախը իմ համար դենց մեծություն է, որ դա չի կարելի ասել կոմպոզիտոր, Բախը երևույթ է։ Ճիշտ ասեցիր, չի կարելի անգամ ասել կոմպոզիտոր, չէ՞։ Ոնց կոմպոզիտոր։ Մալխասը կասել, այ բալամ, բախը, զորա ու երևույթ է ուղղակի։ Երևույթ է, ինքը նույնիսկ երաժշտություն էլ չի, ինքը էնա ինչ որ ինքը կա։ Այդ էլ։ Ոչ, մեր ռեստորանային մի հարց էլ հիշեցի այս պահին, ռեստորանային մեր երաժշտությունը ոնց ես գնահատում, հայկական երաժշտություն է դա, որտեղ առաջ այսպես քաղաքային երգեր էին հնչում ռեստորաններում, հիմա ինչ որ ավելի շատ այսպես ոչ հայկական ելևէջներով երգեր են հնչում։ Այդ ճիշտ ասած, ռեստորաններում շատ չեմ լինում, որ ասեմ, բայց հիմնականում այդ մոմենտը կա, որ գիտես ինչ, ես բանը, ուրեմն այն մարդիկ, որ անում են այդ երաժշտությունը, դա նրանց բանի կրթության պակասն է։ Նույնիսկ դրանում մեղավոր չեն, որովհետև նրանք չգիտեն, որ նա ճիշտ ոնց կարելի է ճիշտ անել ու աշները բացածորվանից այդ լսել են, այդ տեսել են, այդ անում են։ Հետո դե հիմա ինչ ասեմ, այդ կարան այդ են անում։ Բայց չէ որ դրեմ բանը քննադատեմ խիստ բան եւ այլն։ Եվ լսողն էլ նրա համար է, նրան ճաշակը եւ լսելու ունակությանը տրված, որ լսել ինչ որ ճիշտն է ու ինչ որ իրադրողաց։ Իսկ ինչքը ճիշտն ու սխալը տարբերելու համար միշտ պատասխանում ես sense, որ պրինցիպի դա ազդել է նաեւ քաղաքական իրավիճակը դրա վրա, որովհետեւ ինչ եղավ։ Ինչ տեսակ երկրաշարժ, հետո տենց են ծանր տարիները, հետո պատերազմ, հետո էլի պատերազմ, հետո լավ օրից չի էլի ոնց որ ասում ես։ Անկամ ժամանակ էլ չի եղել, որպեսզի կարողանան մարդիկ մի հատ լրջորեն զբաղվել այդ երաժշտական բանի, հա, այսպես տարանջատմամբ, լավը վատից, ճաշական, ճաշակից։ Այդ խառը իրավիճակում դե դպրոց չկար, ինստիտուտ չկար, կրթություն մարդը կիսագրագետ, ամբողջ մի սերունդ կիսագրագետ է մեծացել։ Ոնց որ ես մեղքը իրանց վրա շատ չեմ դնում, դա ժամանակի անդրադարձն է, բայց դե հուսանք որ լավ կլինի։ Ինչ պիտի արվի, որ ասենք կամաց-կամաց այդ երաժշտությունը ավելի այսպես ճաշակով երաժշտություն լսվի ռեստորաններում, սրճարաններում, չգիտեմ, մարդիկ ավելի հաճախ լսեն ճաշակով երաժշտություն։ Դե պետք է կրթել մանկական դպրոցական սեղանից, որ մարդիկ հասկանան, որն է լավը, թացն ու չորը իրարից տարբեր են, սերունդ ու սպիտակը տարբեր են։ Հիմա այդ արդեն սերունդից հետո դա տեղ կգա ինձ թվում է։ Մի սերունդ փոխվի էլի, հա, պետք է մեկ սերունդ անցնի, որ այդ հա կարող է շատ ինչ որ տենց բան ջղային արտահայտություն լիներ իմ բանը պատասխանը, բայց տենց պետք է լինի, որտեղ դա պետք է դպրոցական նստարանից մարդու մեջ մտածելնի։
Այդ օտարատար էսպես այդ գլգլոցները, այդ բաները։ Բացի օտարատար լավներ կա, բայց այդքան ասեց այդ պատերազմը բանը հիմնականում ինչի համար է, հիմնականում մեծ խնդիրը դա կրոնական խնդիրն է, չէ՞, քրիստոնյայի մուսուլմանի խնդիրն է ի վերջո։ Հասկացա, ինչ եմ ասում։ Հասկացա։ Մեր տարածաշրջանն էլ այդ ամեն ինչի կենտրոնում էսպես։ Հենց այդ ամեն ինչի կենտրոնում ենք, Մեր հայրենիքները այդ ամեն ինչի կենտրոնում են։ Ասում են հայ բախտը։ Կապրենք, կտեսնենք, հուսանք որ լավ լինի։ Հայ բախտը լավ կլինի ըստ քեզ։ Հա, բա ոնց։ Միանշանակ։ Հավատում ես։ Այդքան վատ է եղել, թող մի անգամ էլ լավ լինի, էլի։ Մի անգամ չէ, ու տենց անդադ։ Թող լավ լինի, թե լավ կլինի։ Կլինի, հա, երկուսն էլ։ Հա, թող լավ լինի եւ լավ կլինի։ Այո։ Շնորհակալ եմ Ֆորս ջան, այս նոտայի վրա էլ ավարտենք։ Շատ էլ լավ նոտայի վրա ավարտեցինք։ Դրական նոտայի հրավերս ընդունելու համար, հետաքրքիր զրույցի համար։ Այսպես գեղեցիկ հրավերի համար ու քո հաղորդման համար ցավը տարեմ եւ շատ կարոտել եք ես ավշեի տեսել։ Ես էլ չէ։ Շնորհակալ եմ Ֆորս ջան։ Այսօր իմ հյուրը ամենաերևանցի Ֆորսներ։ Մնացեք եթերում Անուշադրության կենտրոնի հետ, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Առայժմ